Անուն Հոր և Որդու և Որդու Սրբով ամեն։ Համբարձավ Աստված օրհնությամբ եկել մեծ ցայնի փողով։ Աստված համբարձվեց ցայնի փողով և ուրախությամբ։ Այս աշխարհում քիչ է ուրախություն։ Ավելի շատ նեղություն, վիշտ, տխրություն կա, բայց երբ որ Քրիստոս համբարձվեց, երկինք գնաց մեծ ուրախություն եղավ։ Թե երկնքում և թե երկրի վրա, թե հրեշտակների և թե սուրբերի մեջ, թե արարածների, այսինքն անշուշ կենդանիների և թե անշ և շնչավոր կենդանիների։ Ինչպես Սաղմոսն է ասում, թռչուններ, թևավոր, գազաններ և անասուններ, օրհնեցեք Տիրոջը։ Սարն և բար, եղյալ և ձյուն, օրհնեցեք Տիրոջը։ Երկիր և երկինք, աստղեր, արեգակ, լուսին, օրհնեցեք Տիրոջը։ Այս բոլոր օրհնությունները տեղ ունեցան Քրիստոսի համբարձման ժամանակ, որովհետև մարդու մեղքի պատճառով է ամբողջ արարչությունը ընկել անեծքի տակ և Քրիստոսի փրկagorտությամբ մարդու ազատագրման հետ մեկտեղ նաև արարչությունը ազատագրվեց մեղքից։ Մինչև այդ կենդանիները իրար միջև թշնամություն չունեն, գիշատիչ կենդանիներ չկային, ինչպես Սուրբիկն է ասում, թե խոտը և բուսականությունը տրվեց իբրև կերակուր կենդանիների, իսկ ծառերի տուները մարդու։ Բայց երբ որ այս կարգավորությունը խախտվեց, կենդանիները սկսեցին իրար հոշոտել, մարդիկ սկսեցին կենդանիներին հոշոտել։ Բնությունը, որ մեզ պետք է պտուղ տալ, մեզ օրհներ, մենք պետք է ճաշակենք և աստվածային օրհնությունը ստանանք, խաղաղ լինենք, ուրախ լինենք, առողջ լինենք, բնությունն է, մենք սկսեցինք տանջել, չարչարել, բնությունն է սկսեց մեզ տանջել, չարչարել։ Այսօր մենք կերակուր ճաշակելով, քանի որ այնքան ենք թունավոր այս բնությունը, ոչ թե առողջ ենք լինում, այլ հիվանդանում ենք։ Այս մեղքերի պատճառով ամբողջ կարգավորություն ներդաշնակությունը խախտվել է երկրի վրա։ Փառք Աստծո, երկնքում այդ ներդաշնակությունը չխախտվեց, որովհետև երբ Սատանան ապստամբեց Տիրոջ դեմ, վտարվեց երկնքից, երկնքի ներդաշնակությունը միշտ կա և մնում է։ Եվ մենք հայրերի մեջ ինչ ենք ասում, ասում թող քո կամքը լինի երկրի վրա, այնպես ինչպես երկնքում է։ Երկնքում Աստծո կամքը կատարյալ ներդաշնակ խաղաղ լինում է, բայց երկրի վրա ահա որ շատ հակառակություններ կան, որքան մարդ, այնքան կամք, որքան մարդ, այնքան կարծիք, և այդ բոլորը քաոս է առաջացնում։ Երբ մեր Տեր Հիսուս Քրիստոս երկինք էր համբարձվում, ուզեց կարգավորություն մտցնել, երկինք ու երկիր միավորել, երբ որ երկրից դեպի երկինք էր վերանում, մարդկանց հոգիների հետ տարավ և հրեշտակներն միավորվեցին, սովորեցնում էր մարդկանց հրեշտակներին, հրեշտակները մարդկանց սովորեցրեցին։ Այսինքն երկնայինները դարձան երկրավոր, երկրավորները դարձան երկնային, երկինք ու երկիր միավորվեցին, մենք սովորեցինք հրեշտակներից, հրեշտակները սովորեցին մեզանից։ Եվ այս բոլորը տեղ ունեցավ մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի համբարձման ժամանակ, որը նաև նախօրինակն էր հանդերձյալ հավիտենական կատարելության ու ներդաշնակության։ Դերևս այսօր մենք չենք տեսնում ամբողջական կատարելություն ու ներդաշնակություն մարդկանց միջև, երկինքի ու երկրի միջև, հրեշտակների և մարդկանց միջև։ Աստված հիմքը դրեց, Քրիստոս իր փրկagorտությամբ կատարելության հիմքը դրվեց, բայց վերջնական կատարելությունը կդրվի իրականանա Տիրոջ երկրորդ կարստից։ Մենք միշտ համբարձման տոնին ասում ենք թագավոր փառած, որ եկիր փառող, որ համբարձում ես երկնք, նույնպես ինչպես գնաց Քրիստոս, նույնպես պետք է գա։ Եվ այն ժամանակ այս փոքրիկ անհասկացողությունները, աններդաշնակությունները, որ մնացին երկրի վրա, դա էլ կվերանան։ Կլինի նոր երկինք, նոր երկիր և Քրիստոսի համբարձումը կլինի հավիտենական։ Ուստի մենք
ուրախանանք այսօր Քրիստոսի համբարձման միասին իրար ողջունենք, ավետիս տանք եւ ասենք Քրիստոս համբարձավ փառոքարայ ձեզ եւ մեզ մեծ ավետիս օրհնյալ է համբարձում